Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, հիմա իմ գործընկեր եւ ընկեր Տիգրան Նալչաջյանի հետ մենք Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի մոտ ենք, իսկ այնտեղ այնտեղ Աղավնո գյուղն է, սակայն այդ մասին չէ, որ ուզում եմ ձեզ տեղեկացնել, այսօր հերթական անգամ 2022 թվականի հունվարի այսօր հունվարի 4-ին մենք հերթական անգամ փորձում ենք մտնել Արցախ կոնկրետ ազգային նպատակներով Տիգրան Նալչաջյան Արցախում պետք է ներկայացնի ցուցադրի տարբեր համայնքներում, գյուղերում ցուցադրի իր ֆիլմը, վերջին ֆիլմը, գրենական պիտույքներ հանձնի Արցախի դպրոցների երեխաներին, ես հերթական հանդիպումները, հաղորդումները նկարահանեմ Արցախում, կրկին գրենական պիտույքներ եւ գրքեր հանձնեմ Արցախի դպրոցներին եւ անակնկալ կերպով հանկարծ մենք պարզում ենք, որ մեզ երկուսիս մուտքը Արցախ արգելված է։ Ռուս խաղաղապահները, ահա այստեղ Աղավնո գյուղի մոտ, այս պոստի մոտ ցույց են տալիս, որ երկուսիս տվյալներն էլ նշված են իրենց մոտ եղած ցուցակներում եւ այլ կերպ ասած մենք անցանկալի անձ ենք Արցախ մտնելու համար։ Մենք կապվում ենք Արցախի իշխանությունների հետ, Արցախի իշխանությունները որևէ կապ չունեն այս ամենի հետ, նրանք զարմանում են, անակնկալի են գալիս այս տեղեկությունից, ռուսական կողմը որևէ կերպ չի մեկնաբանում այս արգելքը։ Տիգրան, ինչ ես կարծում, ի՞նչն է պատճառը։ Պատճառը հենց դա չենք կարողանում հստակ հասկանանք, բայց որ վերևից ուղղորդված ինչ-որ բանա կամ հայկական կողմից կամ ադրբեջանական, ուղղակի մեր նպատակը բացարձակապես որևէ քաղաքական բնույթ չէր կրում, մենք բարեգործական նպատակներով ենք գնում, ուզում ենք անվճար ֆիլմի ցուցադրություններ անել գյուղական համայնքներում, տեխնիկան մեր մոտ է, նույնիսկ չեներ ստուգել ճիշտը որ ասեմ, ունենք բազմաթիվ գրքեր, որ իմ ընկերներից նվիրեցին, մեր միջոցներով գնել ենք գրենական պիտույքներ, խաղալիքներ Արցախի գյուղերի երեխաներին հանձնելու համար, այսինքն ընդհանրապես հետ էր մեկ էլ ինչ որ չափով նաև ամանորյա վերջին օրերը Արցախում անցկացնելու համար, մեր հայրենիք Արցախում անցկացնելու համար, ընդհանրապես այդ էր մեր նպատակը, բայց մեզ նույնիսկ առանց ստուգելու ուղղակի զուտ անուն ազգանուններով ներս չեն թողնում, ոչ բեռնախցիկ են ստուգել, ոչ մեքենայի սալոնն են ստուգել, բացառապես անուն ազգանուններով ներս չեն թողնում, ես չգիտեմ ինչի։ Եվ կարող ենք ենթադրել, որ հաշվի առնելով, որ ռուսական կողմը բավական հարգանքով է խոսում, պարզապես նրանք ակնարկում են, որ դա մեզ հետ կապված չի, մենք ձեր հարցերին չենք կարող պատասխանել, մենք շատ փոքր մարդիկ ենք այստեղ, իրենց պարզապես ամենավերևի մակարդակով հրահանգ է իջեցվել, թույլ չտալ, որպեսզի այս երկու մարդիկ, Տիգրան Նալչաջյանը, հայտնի կինոռեժիսոր, դերասան եւ Նաիրի Հոխիկյանը, լրագրող, հեռուստամեկնաբան, մտնեն Արցախ։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք Արցախ չենք մտնի, գուցե այսօր չմտնենք, բայց այն, որ կոնկրետ թիրախավորված ենք երկուսս եւ այս կերպ փորձ է արվում կամ Ադրբեջանի կողմից ենք թիրախավորված, որպեսզի մենք չմտնենք Արցախ եւ կոնկրետ Արցախում ազգային ինքնության գործունեությամբ չզբաղվենք կամ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից ենք թիրախավորված, որովհետև երկուսս էլ ակտիվ եւ բավական խիստ քննադատում ենք Նիկոլ Փաշինյանի ավազակախմբին։ Բոլոր դեպքերում վստահեցնում եմ ձեզ, սա չի աշխատելու եւ անկախ նրանից մենք կմտնենք Արցախ, թե չենք մտնի, հետագայում մենք կմտնենք Արցախ, բայց եթե չմտնենք, վստահեցնում ենք ձեզ, որ սա չեն մարսի բոլոր նրանք, ովքեր պիտի արգելեն, պիտի թույլ չտան մեր Արցախ մտնելը։ Այսքանը մենք կլինենք կապի մեջ, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։